Եվ պարոն Մխիթարյան, ԿՊ-ից վախեցնում եմ, որ դուք Վարդան Ղուկասյանին ընտրելով քամի եք ցանել ու պիտի փոթորիկ հնձեք։ Ինչ դավեր կարող են նյութել Գյումրիում ու ինչ փոթորիկի մասին են ակնարկում։ Իսկ ում են վախեցնում։ Երևի Նազելի Բաղդասարյանն էլ ասում էր, ես գյումրեցի եմ, Գյումրիի վարքերը գիտեմ, գյումրեցիների գլխից մի մաս պակասի։ Գյումրեցիների գլխից մաս չի պակասելու, ես չգիտեմ իրենք վախեցնում են, թե ինչ են անում, վախեցող մարդ չկա, կարծում եմ։ Այս վերջի 7 տարիների ամեն դեպքում իմ գործունեությունը հենց դրա մասին է խոսում։ Գյումրիի ավագանում մեջ էլ վստահ եմ վախեցող չկա, խոսքը այս պահին արդեն ոչ ընդդիմության ներկայացուցիչների մասին է, որովհետև այո, մենք աշխատելու ենք ընդդիմադիր, բայց աշխատելու ենք օբյեկտիվ ընդդիմադիր։ Մենք աշխատելու ենք հանուն Գյումրիի, մենք աշխատելու ենք ամեն ինչ անելու համար, որպեսզի պարոն Ղուկասյանը այն բոլոր խոստումները, որ տվել է, սկզբունքորեն հավատարիմ մնա այդ խոստումներին։ Եվ նաև ասում է, որ Գյումրիում ապացուցեցին, որ քաղաքականությունը անբարոյականություն է, նաև ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ձեզ գրել էր, որ Գյումրիում Սերժի եւ Քոչարյանի դուստր թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը վերահաստատեցին, որ խաբեբայ են եւ քցող, հաստատելով, որ իրենք փորձում են խաբեությամբ քվեներ գողանալ։ Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին։ Ում եք դուք խաբելու քցել, որ Արթուր Հովհաննիսյանն այսպիսի գրառում է անում։ Շատ ծիծաղելի է, որ անթասիբ երևանցին թասիբով գյումրեցուն ինչ որ բան է ասում։ Պարոն Մխիթարյան, եւ ըստ էության ամփոփելով, ընտրական, նախընտրական շրջանը, նախընտրական շրջանում աղմուկը երևի շատ էր այն առումով, որ կրիմինալ քաղաք է, կրակոցներ, այսպիսի բաներ էին։ Ում էր ավելի շատ պետք է այդ աղմուկը, որը ստեղծեցին, բայց ըստ էության ամեն ինչ հանգիստ կարգով, կարողացան հաղթահարել, անցնել եւ արդեն Գյումրին ունի։ Դուք հետևում եք լրատվությանը ամենօրյա, ամենժամյա ռեժիմով։ Երբ եք վերջին անգամ լսել, որ Գյումրիում կրակոցի մասին նյութ է եղել ընդհանրապես։ Օրինակ Երևանում 3 կարտացել եմ, այո, ամեն շաբաթ լինում։ Երբ եք վերջին անգամ լսել, որ Գյումրիում այս կամ այն միջադեպն է եղել, կրակոց է եղել, ինչ որ մեկին ահաբեկել են, ինչ որ մեկին վախեցել են, գիտեք, շատ հեշտ է ուղղակի բառեր շահ տալ ու ցույց տալ ոչ մի ապացույց։ Ամեն ինչ կարող է լինել յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր պահի։ Ասել, որ դա օրինաչափություն է կամ քաղաքը ապրում է այդ ռեժիմով, դա հիմարություն է։ Այնպես որ ես իրենք ոչ կրիմինալ կապում են իրենց հետ։ ԿՊ խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ քանի մենք իշխանության ենք, այդ բաց յուբկաներով աղջիկներ արխային կարող են պտտվել Գյումրիով եւ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ իրենց օրոք Զուգարանում այլևս մարդ չեն սպանի, այսինքն իրենք են այդ խաղաղությունը երաշխավորել։ Այսինքն մինչև Վահագն Ալեքսանյանը Գյումրիում կարճ յուկ կաղաքնող աղջիկներ չեն եղել, ես առաջարկում եմ ինքը գա ու այստեղ իսկականից հետևի, որովհետև հույսներս ինքն է, տեսնենք ինչ է անելու, էլի, եթե ինքը չգա, առաջ մայկա տրուսիկներին էր հետևում, հիմա թող գա կարճ յուկեկին հետևի, թող մեր աղջիկները ապահով ման գան։ Շնորհակալություն։